Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն հայ քալիքի հարգելի հետևորդներ։ Ես գտնվում եմ Քասախի կիրճում, Քասախ գետի կիրճում, Օհանավան գյուղի մերձակայքում, Քասախ գետն է հոսում կիրճով։ Իմ հետևում գտնվում է Արայի լեռը, որը շատ գեղեցիկ, այսպես փարված է բնապատկերում։ Արայի լեռը եւ ձյունածածկ է գեղեցիկ լինում եւ կիսաձյունածածկ եւ իհարկե երբ որ ամբողջովին կանաչով է պատվում, դա կլինի երևի 1.5-2 ամսից, բայց ինչու եմ հենց այստեղ ես տեսանյութ անում, որովհետեւ ուզում եմ տեսանյութում ձեզ ցուցադրել, ցույց տալ մի քարանձավ, որը պահպանվել է եւ քարանձավում հետաքրքիր խորշեր կան, որոնք որ կացարանի մարդիկ են, այսինքն այդտեղ ապրել, կացարանի մասին է վկայում, որ այդ քարանձավի խորշը ծառայել է որպես բնակատեղի կացարան։ Հիմա ես կմոտենամ այդ հատվածին կիրճի եւ այնտեղ փոքր տեսանյութ կանեմ։ Ահա տեսեք, Քասախ գետն է, անձևաջրերից եւ տեղումների հետևանքով վարարել է եւ ձայնը սովորականից ավելի հնչեղ է գետի հոսքի եւ Արայի լեռը փառահեղ։ Ես հիմա կմոտենամ քարանձավի, որտեղ որ այդ խորշը կա կիրճում, այստեղ կառուցվել է հատուկ աշճաններ, որ հեշտ լինի մուտքը դեպի այդ խորշը ժայռի։ Տեսեք, հիմա ես մտնում եմ ներս, այստեղ բավականին ընդարձակ խորշ է եւ տեսեք այս հետաքրքիր փորվածքները, որոնք հիշեցնում են, որ այստեղ մարդիկ են գիշերել եւ որպես բնակվելու կեցավայր է ծառայել այս խորշը։ Բավականին մեծ է, կլինի մոտավորապես շրջանաձև կառուցվածք ունի եւ լայնությունը 4 մետրից ավել է եւ կարելի է իհարկե հին ժամանակներում այստեղ բնակվել են մարդիկ։ Այստեղ եւս մի հատված է, չգիտեմ ինչ նպատակով է, բայց դուրս է գալիս նորից դեպի կիրճ։ Այս քարանձավը, կրկնում եմ, գտնվում է Քասախի կիրճում, ժայռի մեջ է փորված եւ իհարկե շատ հին պատմություն ունի։ Երևի ավելի հնագետները ավելին կարող են ասել, մարդու կողմից է այսպես հատուկ փորված, կառուցված։ Իմ ենթադրությունն է, որ այսպես պատրաստվել է, որպեսզի ծառայի իր ֆունկցիոնալ նպատակին, որպես բնակատեղի։ Այսքանը կարող եք տարածել իհարկե այս տեսանյութը, բաժանորդագրվել հայ քալիքին։ Կրկնում եմ, ես գտնվում եմ Քասախի կիրճում, Օհանավան գյուղի մերձակա ժայռերն են։ Շնորհակալություն։ Ամենայն բարիք եւ զորություն հայ ազգին։